Աստված հավատարիմ է։ Դեյվիդ Վիլգերսոն։ Օր մայիսի 19։ Բարի արձագանքը։ Որովհետև հավատքով առաջինները վկայություն ընդունեցին։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 2-րդ խոսք։ Այստեղ ընդունեցին թարգմանված հունարեն բառը նշանակում է վկայություն տալ, վկա դառնալ։ Մեր նախնիները Տիրոջ մեջ ունեին հիմնված և անսասան հավատք, որը դարձավ Աստծո հավատարմության վկայություն դժվարին ժամանակներում։ Նրանք վստահում էին Աստծուն ջրհեղեղների, ծաղրի, բանտի, տանջանքների, պատերազմի, առյուծների բերանների և նույնիսկ կրակի մեջ։ Այս ամենից հետո նրանք գիտեին, որ Տերը ժպտում էր իրենց և ասում. «Բարի է, դու հավատացիր և վստահեցիր ինձ»։ Բայց առանց հավատքի անկարելի է հաճո լինել, որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե Նա կա և թե Իրեն խնդրողներին վարձահատույց կլինի։ Եբրայեցիս 11-րդ գլուխ 6-րդ խոսք։ Երբ դժվարին ժամանակներում մենք կառչած ենք մեր հավատքին, մենք նույն հաստատումն ենք ստանում Սուրբ Հոգուց։ Բարի է։ Սուրբ Գիրքը իսկապես ասում է, որ երբ ես ամեն բեռը գցում եմ Քրիստոսի վրա, ես կստանամ բարի արձագանքը։ Նրանք, ովքեր հետևում են իմ կյանքին, գուցե բացահայտ չարձագանքեն, բայց կիմանան, որ հույսն ու փրկագնումը հասանելի է նաև իրենց։ Նրանք կարող են նայել ինձ իմ ճգնաժամին և ասել. «Կա հույս, ահա կանգնած է մեկը, ով չի կորցրել հավատքը իր Աստծու հանդեպ»։ Երբ աղետները բազմանում են և աշխարհը խորասուզվում է մեծ դժվարության մեջ, հավատացյալի արձագանքը պետք է լինի անսասան հավատքի վկայությունը։ Մենք ունենք Սուրբ Հոգին, որը բնակվում է մեր մեջ, և մենք ունենք Աստվածաշունչը, որպես Աստծո լիովին հայտնված խոսք։ Մենք չենք կարող պարծենալ մեր սեփական մարմիններով, բայց կարող ենք վստահել Նրա խոսքին։ Տարիների ընթացքում ես դուրս եմ եկել լիովին զինված և որոշումներով, որ ես կուղղեմ սիրտս և չեմ վախենա, չեմ տրվի մարմնիս կասկածներին և վախերին, չեմ տատանվի և ետ չեմ դառնա, չեմ տրտնջա, չեմ նեղանա և չեմ խեղդվի ինքնազղջման մեջ։ Ես դեռ շատ բան ունեմ սովորելու, բայց զգացել եմ այն հաղթանակը, որը գալիս է, երբ վստահում եմ Տիրոջը, և իմ բոլոր բեռը դնում եմ Քրիստոսի վրա։